Այսօր կյանքի խոսք աղանդի ղեկավարը Փաշինյանի և 4 ուխտադրուժ եպիսկոպոսների հետ մասնակցել է Գյումրիի 7 վերք եկեղեցու զավթմանն ու կեղծ պատարագին։ Սա հստակ ուղերձ է, եթե հայ եկեղեցին մեզ չի հնազանդվում, մենք նոր աղանդ եկեղեցի կստեղծենք։ Եվ այս աբսուրդային երևույթը սովորական քաղաքական իրադարձություն չէ, սա պետական մակարդակով կազմակերպված հարձակում է հայ առաքելական եկեղեցու և կաթողիկոսի ինստիտուտների վրա։ Մեկը մյուսի հետևից կալանավորվում են սրբազաններ, Բագրատ սրբազանը, Մկրտիչ սրբազանը, Միքայել սրբազանը, ապա նաև Արշակ սրբազանը շինծու թմրանյութերի հոդվածով։ Միաժամանակ իշխանության մոտ են գնում 7, ապա 10 եպիսկոպոսներ, պահանջում կարգալուծություն և նույնիսկ կաթողիկոսի հրաժարական։ Այժմ արդեն Գյումրիում կազմակերպվում է հակականոնական պատարագ, որտեղ Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած են 4 Նիկոլին հնազանդված եպիսկոպոսներ և ինչը ամենավտանգավորը, նրանց հետ է կանգնած նաև կյանքի խոսք աղանդի ղեկավարը։ Եկեղեցին շրջափակված է ոստիկաններով, քաղաքացիների մուտքը արգելափակված է։ Նրանք խնդրում էին, որ ներս մտնեն և աղոթեն, բայց նրանց թույլ չէին տալիս։ Սա նշանակում է, որ իշխանությունը փորձում է ստեղծել նոր իրեն ենթակա եկեղեցի, թուլացնել հայ առաքելական եկեղեցին և բացել դուռը աղանդավորական ազդեցությունների համար։ Եթե այս գործընթացը չկանգնեցվի, այն տանում է դեպի եկեղեցու ինստիտուցիոնալ քայքայում, հասարակության պառակտում և Հայաստանի ազգային ինքնության վտանգում։